Դե եթե այս ամենը արդեն պարզ է, ես կարծում եմ հիմա մի փոքր չբացահայտված հատված ունենք մեր ծրագրում, բացահայտելու համար պիտի գնանք խոհանոց եւ հասկանանք, թե ինչ է պատրաստելու այսօր Ադրինեն մեզ համար։ Չէ, Ադրինե, բարի լույս։ Բարի լույս Սուրեն ջան, կրկին բարի լույս, բարի առավոտ մեր թանկագին հեռուստադիտողներին, բոլորիդ ողջունում եմ, բոլորիդ լավոր եմ մաղթում եւ բարի արև եմ մաղթում, քանի որ այսօր արեգակի ծնունդն է, մենք բոլորս պետք է երջանիկ լինենք, որ արևը փայլում է մեզ համար եւ մաղթում եմ բոլորիդ առողջություն, մեր Սոնայի գլխավորությամբ բոլորդ առողջ եղեք, Սոնա ջան, առողջացի, քեզ կարոտել ենք եւ անհամբեր սպասում ենք։ Սիրելիներս, այսօր պատրաստելու ենք այսպես մի փոքր ինչու ոչ արևոտ համեղ ուտեստ, ինչի համար մեզ պետք է լինելու մի քանի բաղադրիչներ եւ իհարկե հիմքը հանդիսանալու է խմորը։ Ահա, արդեն պատրաստի վիճակում ես խմոր ունեմ, ես ժամանակը շահելու համար արդեն պատրաստել եմ նախապես խմորը։ Սիրելիներս, շատ պարզ, հասարակ, ամենա տնական տարբերակով խմորն է, ընդհանրապես ջուր, աղ եւ ալյուր։ Եթե չափաբաժին կուզեք ես կնշեմ, եթե շատ եք ուզում խմորը պատրաստել, այսինքն մեծ քանակությամբ, 1 կիլոգրամ ալյուրին ավելացրեք 600 մլ ջուր, մի 10 գրամ աղ եւ ամեն բան պատրաստ է։ Թողեք մի 10-15 րոպե հանգստանա խմորը, ապա պատրաստեք այն ուտեստը, ինչը ցանկանում եք։ Ահա, իմ խմորը պատրաստ է, շատ ընտիր լավ վիճակում է, ինչու ոչ կուզեմ ցույց տալ, շատ էլաստիկ, ընտիր խմոր է ստացվել, ամենապարզ, հասարակ, մատչելի մթերքներով։ Միշտ մշտապես ալյուրը ինձ թվում է գոնե մեկ բաժակ տանը ունենք, այնպես որ կարելի է շատ արագ խմորը ստանալ։ Եվ անցանք առաջ, պիցայի տարբերակ է համարյա, սա կարելի է այդպես կոչել պիցա, բայց բաստուրմայով, հետաքրքիր կլինի, չէ, բաստուրմայով պիցա։ Այստեղ ունենք բաստուրմա, իհարկե կտորներով արդեն կտրատված եւ իհարկե օգտագործելու ենք պահածոացված լոլիկ։ Ես բաստուրման լոլիկի հետ պետք է տապակեմ, այնուհետև տեղադրենք խմորի վրա։ Այստեղ ունենք նաեւ պանիր, պանրի տեսականի արդեն քերիչով անցկացված սուլուգունի տարբերակը ունեմ եւ այսպիսի թելիկ տարբերակ ունեմ, սա էլ եմ օգտագործելու, իսկ ամենավերջում կանաչին եւ լոլիկը զարդարելու համար։ Այսպես անցնենք առաջ եւ սկսենք մեր աշխատանքը։ Խմորը առայժմ կթողնեմ մի կողմի վրա, որովհետեւ առաջին անհրաժեշտ գործողությունը պետք է կատարենք ուրեմն բաստուրմայի տապակման հետ կապված։ Ես հագնում եմ իմ գոգնոցը եւ անցնում ենք առաջ։ Ասեմ, որ շատ համեղ է, շատ յուրահատուկ է, երևի թե իր յուրահատկությունը կայանալու է հենց բաստուրմայի եւ լոլիկի համադրության մեջ, սա շատ հետաքրքիր եւ անուշիկ համադրություն է, շատ համեղ է։ Մի բան նախապես ասեմ, սիրելիներս, եթե խուսափում եք այս չամանի արկայությունից, դե գիտեք, մի փոքր չամանը բուրավետ է եւ այսպես անհարմարություններ է պատճառում, երբ ուտում ես այն, կարող եք եզրերը հանել, այսինքն չամանի հատվածը հանել, հավատացնում եմ արդեն որևիցե խնդիր չի լինի, բայց եթե սիրում եք, որևիցե հարց չունեք, խնդիր չունեք, տանից էլ դուրս չեք գալու, ապա հանգիստ կարող եք օգտագործել։ Այսպես ինձ թավա է պետք, ես հենց հիմա թավան կբերեմ։ Ահա իմ թավան, տեսեք որքան հարմարավետ, որքան թեթե, որքան լավ որակով թավա է, սա Տրամոնտինա ֆիրմայի եւ այս հրաշալի բրազիլական ապրանքանիշը խոհանոցում շատ օգնում է տնային տնտեսուհիներին, ինչպես միշտ այսօր եւս կնշեմ իր գերագույն հատկությունը, որ շատ թեթև է։ Այսպես անցանք առաջ։ Ես բաստուրման պետք է կտրատեմ, բացի այն, որ նա դեշերտավորված վիճակում է, պետք է մի քանի նաև կտորներ անենք։ Այսպես, ցույց տամ, թե ոնց ենք սա անելու, ահա մեզ դանակ է պետք, սուր դանակ, այսպիսի երկար շերտեր եմ կտրատելու, այս ընթացքում կարելի է արդեն թավան տաքացնել,
մի փոքր յուղ, իհարկե յուղը հալած յուղ կօգտագործենք, մեր մյուս գործընկերոջ Էլոնա ապրանքանիշի յուղը կօգտագործենք, որը շատ համեղ է, իմիջիայլոց շատ նրբահամ է դարձնում ուտեստը, խորհուրդ եմ տալիս անպայման, եթե առիթ է լինում, ձեռք բերեք եւ օգտագործեք, այսպես, մի փոքր էլ կարելի է շատ քիչ, այստեղ բուսայուղ ավելացնել, որպեսզի չայրվի յուղը։ Երբ հալ չի յուղը, ես արդեն կտեղադրեմ բաստուրման թավայի մեջ։ Մեր շատ սիրելի տոնական բաստուրման, ամանորյա բաստուրման։ Կարծես թե ասոցացնում ենք հենց ամանորի հետ բաստուրման, որովհետև շատ ձգտում ենք հենց ամանորին սեղաններին ունենալ բաստուրման։ Այս ինչ համով բան ես դու պատրաստում։ Շատ, իսկապես ինձ թվում է կհավանեք, որովհետև շատ յուրահատուկ եւ հետաքրքիր այստեղ պիցայի տարբերակ է ստացվում։ Ես գիտեմ պիցաներ կան բաստուրմայով, այստեղ բայց Ադրինեի բայց այո, իմ բաղադրատոմսից բնականաբար։ Հիմա ինչ ենք անելու, այսինքն տապակում է բաստուրման, հետո արդեն ավելացվել շարվելու է խմորի վրա։ Հիմա տապակելու ենք բաստուրման, այստեղ դեռ պետք է ավելացնենք պահածոացված լոլիկը։ Բաստուրմայի վրա։ Այո, անպայման։ Եվ շատ սենց համեղ սոուսի տարբերակ ենք ստանալու ու հետո նոր տեղադրենք պանժի հետ միասին մեր խմորի վրա եւ տեղափոխենք ջեռոց։ Ինչ լավ է, ինչ լավ է։ Շատ լավ է։ Ես շատ արագ հենց այս պահին ավելացնեմ նաեւ լոլիկը։ Եվ թողնենք որպեսզի։ Մենք փորձենք ինձ մոտ շատ լավ է արդեն ստացվում։ Արդեն բոլոր մասնագետ եմ դարձել, այո։ Եվ փորձեմ մանր կտորների վերածել լոլիկը, իմիջիայլոց շատ մեր տարբերակը, այո, շատ գործարանի կողմից ներկայացված պահածոներն են։ Մսալի շատ այստեղ հրաշք լոլիկներ կան այս տարայի մեջ, այնպես որ փորձեք դուք էլ, եթե չեք հասցրել ամռանը տապակել, այսինքն պահածոյացնել այս բոլոր համեղությունները, ինձ թվում է այս տարբերակները շատ լավն են։ Այսպես եւ այսպես հերթականությամբ լոլիկները կմանրացնեմ, կավելացնեմ բաստուրմայի վրա, նույնիսկ համեմունքներ չենք ավելացնելու, որովհետև բաստուրման ինքնին արդեն համեմված է, դրա կարիքը չկա, լոլիկը ինքնին արդեն համեմունք է, այնպես որ որևիցե բան չեմ ավելացնելու համեմունքներից։ Դե այս ամենը իհարկե ընթացքում process-ը մենք ելի կներկայացնենք, այս պահին կունենանք կարճ դադար, հետո արդեն կվերադառնանք տաղավար եւ այսօր տաղավարում ողջունել ենք մեր շատ լավ ու տաղանդավոր ընկերոջ Արամ Ավետիսին, խոսել ենք բավականին հետաքրքիր ու շատ սիրելի թեմայից, իհարկե գրքերից։ Մնացեք մեզ հետ, քիչ հետո վերադառնանք։ Բարի առավոտ սիրելի հեռուստադիտողներ ջան, ձեզ լավ օր եմ մաղթում, լավ տրամադրություն, ինչպես իմ տրամադրությունն է շատ լավ այս պահին, ես հենց նոր նվեր ստացա Արամի կողմից, շատ հրաշալի գիրք եւ այն նույնիսկ մակագրվեց Ադրինեին սիրով Արամից, այնպես որ շնորհակալ եմ Արամ ջան եւ ձեզ էլ այսպիսի լավ նվերներ եմ օրվա ընթացքում մաղթում։ Իսկ մենք ինչ ենք պատրաստում այսօր շատ համեղ ուտեստ ենք պատրաստում, պիցայի տարբերակ, բայց հայկական, մի քիչ հայկական տարբերակով բաստուրմա ենք ու այստեղ օգտագործել լոլիկ իր սեփական հյութով եւ իհարկե պետք է հիմա խմորը փորձենք բացել, արդեն եփված է, ինչպես սկզբում նշեցի, այստեղ համեմունքներ, որևիցե ավելորդ բան չենք ավելացնելու, ոչ աղ է պետք է այստեղ, ոչ տարբեր համեմունքներ, ունենք ընդհանրապես բաստուրմա կտրատված եւ պահածոացված լոլիկ, այսքան բան, ուղակի յուղի մեջ մի փոքր ես տապակել եմ։ Իհարկե մի փոքր տապակեցի եւ կրակը անջատեցի, բայց հիմա պետք է էլի վառեմ կրակը։ Ես չուզեցի շատ տապակեմ, որպեսզի այն չչորանա, այսպես ասած։ Բայց մի փոքր էլի կթողնենք կրակի վրա։ Հիմա պետք է ես սեղանը փորձեմ ազատել այս բոլոր իրերից եւ իհարկե կրկնակենք մեր խմորը։ Այստեղ հիմքը բնականաբար, քանի որ ասում եմ, պիցա ենք պատրաստում, հիմքը բնականաբար խմորն է լինելու, իսկ խմորը պատրաստված է ամենապարզ տարբերակով ջուր, ալյուր եւ աղ։
բավականին ժամանակ արդեն հանգստացել է խմորը, այնպես որ կարող ենք անցնել գործի։ Այսպես։ Ես հիմա շատ արագ մաքրեմ մեր սեղանը եւ անցնենք առաջ։ Ալյուր ցանենք մի փոքր, որպեսզի կարողանանք հանգիստ գրտնակել այն։ Շատ փամփլիկ, շատ անուշիկ խմոր է ստացվել։ Ես բերեմ գրտնակը։ Ես գրտնակների այստեղ տեսականի ունեմ, բայց սա կարծես ամենահավատարիմ գրտնակն է եւ իմիջիայլոց ուզում եմ նշել։ Սա իհարկե շատ վաղուց եմ սա նվեր ստացել մեր սիրելի հավատարիմ հեռուստադիտողներից մեկի կողմից, նա շատ այսպես մեզ հետևում է, չգիտեմ հիմա նա հետևում է մեզ թե ոչ, բայց մեր մշտական հեռուստադիտողներ եւ մի գեղեցիկ օր ինձ այստեղ ներքևից պահակակետից զանգա արեցին եւ ասացին, որ դուք հեռուստադիտողի կողմից մեծ, այսպես ասած կապոց ունեք, եկեք վերցրեք, ես իջա տեսա, որ այս գրտնակներ, լիքը բռնիչներ, լիքը նվերներ, շատ ու մեծագույն հաճույք է, երբ հեռուստադիտողը այսքան ուշադիր է մեր հանդեպ, չգիտեմ, մեծագույն բարևներ, ողջույններ բոլոր լավ հեռուստադիտողներին, որ մշտապես մեզ հետ են, մենք շատ ուզում ենք, որ դուք առողջ լինեք եւ մշտապես մեզ հետ լինեք։ Այսպես, հիմա բացենք մեր խմորը։ Ես խմորը կբացեմ սիրելիներս մեր տապակի, ջեռոցի տապակի չափով, բայց մի բան կարող եմ նաև խորհուրդ տալ։ Այս խմորը կարելի է գնդերի բաժանել եւ փոքրիկ պիցայի տարբերակներ պատրաստել, արդեն այդ նախընտրությունը ձերն է, ոնց կհրամցնեք այս ուտեստը, բայց այդ տարբերակն էլ շատ լավ կլինի։ Այսինքն անհատական փոքրիկ պիցաներ պատրաստել եւ այդպես մատուցել։ Ես էլ կուզեի այդպես անել, բայց մի փոքր դա ժամանակատար կլինի, մեր պարագայում ավելի հարմար է մի ամբողջական այսպես խմոր բացել եւ տեղադրել ջեռոց, բայց փոքրիկ տարբերակներն էլ շատ լավն են։ Այնքան անուշ է բուրում, սիրելիներս, այս սոուսը, չեք պատկերացնում, լոլիկը եւ բաստուրման շատ համահունչ են իրար հետ, այնպես որ խորհուրդ կտամ փորձեք։ Այսօր եթե գնումները կատարեք, վաղը կարծում եմ, քանի որ ասում են վաղը անձրև է սպասվում, տանից դուրս չգալու համար այսօր գնումները կատարեք եւ վաղը պատրաստեք։ Կարծում եմ շատ հաճելի կլինի։ Բայց իհարկե այս ամենի հետ ասեմ չմոռանաք նախաճաշի մասին, ամենահամեղ եւ ճիշտ սնունդի մասին։ Ես միշտ նշում եմ այս մասին եւ շատ կարեւորում եմ, նախաճաշը պարտադիր պայման է, ասում են նախաճաշիր պարտադիր նախաճաշիր, ճաշը կիսիր ընկերոջդ հետ, իսկ ընթրիքը դուր թշնամուտ, այնպես որ սա ճիշտ է։ Համով բան ես պատրաստում, որ չնախաճաշել է այստեղ պարզապես։ Այո, հանցագործություն։ Մենք ինչ արեցինք, հա, արդեն պատրաստեցինք վրայի բաստուրմայով տոմատի սոուսով։ Այո, հրաշալի սոուս ենք ստացել, ինչպես նշեցի, որևիցե համեմունք չենք ավելացել, ընդհանրապես հալած յուղ ենք ավելացրել եւ մեր սոուսը պատրաստ է, պարզապես մի փոքր պետք է այսպես տապակվեն, որ համերը միախառնվեն եւ հիմա խմորն է բացում, որը կտեղադրենք տապակի մեջ եւ իհարկե հետո կսկսի իսկական գործողությունը, պանիրը պիտի լցնենք խմորի վրա, այս սոուսը պիտի ավելացնենք ու տեղափոխենք ջեռոց, վերջում էլ վայելենք։ Եվ քանի որ մենք արդեն նշեցինք, որ այսօր երջանկության միջազգային օրն է, ինչքանով ես եմ հիշում, որ կա մի պետություն, որն ունի երջանկության նախարարություն։
Ոյ։ Այո։ Այսի շնորհություններ։ Երջանկության նախարարություն, պատկերացնում ես ինչքան պիտի երջանիկ լինեն, որ նախարարություն նրան, մենք էլ այս բան կարճ դադար կունենանք եւ հետո կվերադառնանք ու կշարունակենք եթերը։ Իսկ նաև այս ամենին գումարում ենք համեղ խոհանոցը, որը այսօր ապահովում է մեր Ադրինեն եւ այնպիսի համեղ բան է պատրաստում, որ բույրն արդեն իսկ տարածվել է մեր տաղավարում։ Ադրինե, որ փուլում ես։ Շնորհակալություն Սուրեն ջան, խոսքը ինձ փոխանցելու համար։ Ողջունում եմ եւս մեկ անգամ մեր հեռուստադիտողին եւ ասեմ, թե որ փուլում եմ։ Ահա խմորը արդեն տապակի մեջ է, ինչպես նշել եմ, այսօր պիցայի տարբերակ ենք պատրաստում, բայց մի փոքր մեր շեղումներով հայկական խոհանոց, բաստուրմա է, այստեղ լոլիկ է, շատ համեղ սոուս ենք պատրաստել բաստուրմայով եւ ընդհանրապես պահածոհացված լոլիկով, որևիցե հավելում այստեղ չեն կարել, ընդհանրապես այսքանը։ Հիմա խմորը պետք է պատարագի օգնությամբ բնականաբար ծակծկենք, մեզ պետք է որպեսզի խմորը շնչի եւ հաստատ լավ եփվի, սա շատ կարեւոր հանգամանք է, իսկ խմորը պատրաստել ենք ամենապարզ եղանակով, ընդհանրապես ալյուր, ջուր եւ աղ, հայկական շատ ավանդական տարբերակ, տնական մատչելի որակով համեղ։ Այսպես հիմա խմորի վրա առաջին հերթին լցնում ենք պանիրը, սիրելիներս, արդեն քերիչով անցկացված պանիր ունենք եւ այսպես լցնենք խմորի վրա։ Առաջին հերթին շերտը ուրեմն պանրային է։ Այսպես փորձենք տարածել ամբողջ տարածքով պանիրը, որպեսզի խմորը ամբողջությամբ այսպես հագենա պանրով։ Եվ կավելացնեմ իհարկե այս թելիկ տարբերակը, սուլուգունի տարբերակն է, մենք այս հնարավորությունը ունենք, մեր հովանավորը, մեր գործընկերը տրամադրում է մեզ այս ուրեմն տարբերակները, բազմապիսի պանրային տարբերակներ, որոնք մենք հաճախ մեր ուտեստների մեջ օգտագործում ենք։ Ահա ես օգտագործում եմ Էլոլա ապրանքանիշի համեղ, շատ համեղ սուլուգունի տարբերակը եւ քերած տարբերակն է սուլուգունի եւ այս թելիկ տարբերակները եւս ուզում եմ օգտագործել։ Ահա այսպես կշարեմ մեր խմորի վրա եւ ինքը շատ գեղեցիկ կհալչի ու կստանա այն ինչը որ մեզ պետք է։ Եվ իհարկե Էլոլան ունի կատնամթերքի մեծ տեսականի, շատ բազմապիսի համեղ կատնամթերք եւ մեր ընդհանրապես հեռուստադիտողները, մեր հայրենակիցները կարող են խանութների ձեռք բերել Էլոլա ապրանքանիշը վայելել, ել չասեմ Լոս Անջելեսում բնակող մեր հայերը կարող են հայկական, ոչ միայն հայերը, բոլորն էլ կարող են գնան հայկական խանութներ եւ գնումներ կատարել։ Մեր հայերը կարող են գնել եւ ամերիկացիներին զարմացնել։ Իհարկե հաշվի առնելով, որ կոնկրետ Գլենդել, Լոս Անջելես ամբողջությամբ հայեր են, այնտեղ ուրիշ այլազգիներ չկան։ Գնալ ուրիշ քաղաք այդտեղ զարմացնել։ Այնպես որ։ Այո, զարմացնելու եւ իհարկե այս բնականության համը զգալու համար առաջարկում ենք նաեւ Իջևանի գինուգործանի կողմից առաջարկող պահածոների լայն տեսականու միջոցով, որովհետեւ այստեղ հիանալի կոմպոտներ են, պահածոներ են, որոնք տալիս են այդ տնական պատրաստածի համը եւ իհարկե որակը։ Ոչ մի բանով չզիջելով, այնպես որ փորձեք հենց այս ամենը նաեւ վայելել եւ իհարկե այս համեմել ձեր ուտեստները եւ իհարկե գինիների լայն տեսականի նույնպես առկա է բոլորի համար։ Եվ նաև խոհանոցում մեզ այսօր Ադրինեն շատ է օգնում Տրամոնտինան ներկայացնելով իր խոհանոցային պարագաները, որոնք շատ հասանելի են, գեղեցիկ եւ շատ հեշտ է նրանցով աշխատել։ Իդեպ խոհանոցային պարագաները հատուկ ծածկույթով են պատված, որոնք իրենց վրա չեն վերցնում թունավոր բակտերիաներ։ Հատկապես ես սա սիրում եմ մատնանշել, ինչու որովհետեւ շատ կարեւոր է, երբ որ փոքրիկ երեխաների համար ուտեստներ ենք պատրաստում եւ պետք է ամեն ինչ լինի շատ մաքուր եւ ստերիլ։ Իսկ այս մասին հոգացել է Տրամոնտինան, իսկ Տրամոնտինան կարող եք հասցնել քաղաքի լավագույն սուպերմարկետներում։ Անկեղծ ասած ես սիրահարվել եմ այս ապրանքանիշի վրա, ես ինքս շատ սիրում եմ խոհանոցային պարագան, ընդհանրապես տանկախ կարասի շատ ունեմ, անընդմեջ այսպես չեմ կշտանում, անընդհատ առնում եւ իհարկե այս ուրեմն ֆիրման, այս ապրանքանիշը շատ գովելի է, հավատացնում եմ, չեք փոշմանի հաստատ, միայն դանակները բավական է, որ այսպես խոհանոցում քեզ լավ զգաս։ Ահա, ինչ ենք անում։ Ահա, տեղադրեցինք պանիրները եւ իհարկե արդեն ավելացնում ենք մեր բաստուրման,
լոլիկով պատրաստված, իհարկե նշեմ, որ հաստատ մեզ պետք է այս պարագայում պահածոյացված, այսինքն այսպես ասեմ, եփված տարբերակ է պետք լոլիկի, ոչ թե թարմ տարբերակ, այլ եփված տարբերակը։ Հիմա թե ասենք մեր տանտիկինները թարմ լոլիկը կեփեն, թե պարզապես պահածոյացված տարբերակը կօգտագործեն, դա արդեն իրենց ընտրությունն է, բայց հաստատ լոլիկը եփված տարբերակով է պետք։ Այսպես, ես այսպես կետ-կետ տեղադրում եմ մեր միջուկը, բայց ինքը երբ պանիրը հալ չի, Սուրեն ջան, հրաշալի տեսք է ունենալու, այո, ամբողջությամբ լոլիկը տարածվելու է եւ դառնա մի հրաշք։ Ու նշեմ, որ ճաշի համար սա շատ հարմար տարբերակ է, այսինքն ճաշելու համար ցերեկվա ժամին, դա 2:30-ից 3-ի հատվածը, այն լավ որ արդեն շատ քաղցած ես, այդ պահին շատ տեղին կլինի։ Բայց ես հիմա արդեն շատ քաղցած եմ։ Քաղցած ենք, որովհետև առավոտ կանուք որովհետև դու այստեղ այնպեսի հոթել ես տարածում այս ճաշատեսակների, որ հնարավոր չի պարզապես դիմադրել։ Չի լինում։ Ամեն ինչ մինչև վերջին կաթիլը ավելացվեց եւ ճանապարհենք դեպի Այո, արդեն գնանք դեպի կարելի է մի փոքր եզրերը այսպես հավասարացնել, որպեսզի կտրելիս ավելի հարմար լինի, այսպեսի եզրերը ծածկեմ, որպեսզի շատ կտրելիս հարմար լինի ու գնանք ջեռոց։ Մենք այստեղ էլ անելու բան, այսպես ասած, չունենք, կարծում եմ ամեն բան շատ պարզ էր, հասարակ եւ իմիջիալոց կնշեմ, թե որքան եմ ծախսել։ 1300 դրամ եմ ծախսել այս ամբողջի վրա, չհաշված դե պանիրը, մենք պանիրը տանը ունեինք, այսպես ասած, եւ ընդհանրապես այսքանը կարելի, իսկ խմորի մասին խոսք չկա, որովհետեւ ալյուր ջուր տանը միշտ ունենք։ Ջուր չգիտեմ ունենք թե չէ։ Եթե այսօր ջրը կտրեն, ապա ջուր չգիտեմ, բայց ալյուր ունենք։ Դե գնացինք ջեռոց եւ սպասենք քանի րոպե։ Կսպասենք երևի 15-ից 20 րոպե եւ արդեն ամեն բան պատրաստ կլինի 180 աստիճան, իհարկե ըստ յուրովի, ըստ ջեռոցի ամեն մեկը գիտի իր ջեռոցի ուժգնությունը։ Քանի որ շատ համեղ բան է պատրաստվում, իսկ մենք չենք կարող այս պահին նաեւ մի շատ հրաշալի, շատ գեղեցիկ, շատ սիրունիկ փոքրիկի շնորհավորել, որտեղ այսօր իր ծննդյան օրն է Եվային, Եվա ջան, քեզ շնորհավորում ենք եւ մաղթում որպեսզի միշտ ես այդպես ժպտերես, շատ կարեւոր, որովհետեւ դու շատ մեծ արև ես քո մամայի ու պապայի համար եւ բնականաբար ես համոզված եմ, որ նրանք քեզանով շատ հպարտանում են, քեզ շատ սիրում են, ողջունում ու շնորհավորում են։ Մենք էլ համբեր մի օր քեզ սպասում ենք մեզ մոտ եթերում։ Մեզ մոտ տաղավարում, այո, նա մեզ ուրախացրել է մեկ անգամ, մեր տաղավարում եղել է։ Մենք ընդհանրապես նշենք, որ Եվիչկան մեր շատ սիրելի ռեժիսորի Հայկի դուստերն է։ Հայկին դուք չեք տեսնում, որտեղ նա այսքան փոքր իմ ականջի մեջ հիմա խոսում է։ Հայկին դուք չեք տեսնում, բայց ինչ որ այստեղ կատարվում է, հենց Հայկը գլխավոր դերում է, այսպես ասած, այնպես որ Եվիչկա ջան, առողջ եղիր, բալիկս քեզ երջանիկ մանկություն եւ երբ մեծանաս, երջանիկ աղջիկ լինես։ Սա ամենակարևորն է։ Դե ես համոզված եմ, որ այդպես է լինելու, որովհետեւ ծնողները հոգ են տանելու, այո, դրա մասին։ Շնորհավոր քո ծնունդը, փոքրիկ հրաշք։ Շնորհավոր, լիքը լավ բաներ ու պաչիկներ։ Բարի տարի։ Այ այստեղ մեր ռեժիսորն ասում է դաթար։ Ես էլ կկտրատեմ կանաչին եւ լոլիկը ու վերջում կմատուցենք։ Դաթար մեր եթերում։ Իմ շատ սիրելի հեռուստադիտողներ, մեր ուտեստը պատրաստ է։ Ես հենց հիմա կբերեմ ջեռոցի ձայն։ Տեսեք ինչպիսի գեղեցիկ տեսք ունի այն, ես պետք է այստեղ ձևավորման համար ավելացնեմ լոլիկներ, թարմ լոլիկ եւ իհարկե ցանենք կանաչի, ինչը ավելի կգեղեցկացնի, կթարմացնի եւ այսպես ախորժաբեր կդարձնի մեր օրվա ուտեստը։ Ձեզ բարի ախորժակ եմ մաղթում։ Բոլոր այն մարդկանց, ովքեր հիվանդ են, առողջություն եմ մաղթում։ Այն մարդիկ, ովքեր այսօր նշում են իրենց ծննդյան օրը, բարի տարեդարձ եմ մաղթում։ Այն մարդիկ, ովքեր մի փոքր տրամադրություն չունեն, լավ տրամադրություն եմ մաղթում եւ ասում եմ իմացեք, ես ձեզ շատ եմ սիրում։ Իսկ դուք մշտապես մնացեք առաջին ծրագրի հետ, որpիսի մենք էլ փորձենք մի փոքր նպաստել
ձեր լավ տրամադրությանը։ Սիրելիներս, լավ մնացեք, կհանդիպենք, ձեզ բարի ախորժակ։